Սովորաբար իմ սիրելի իրերը շատ երկար եմ ես պահում և կյանքիս ընթացքում սովորել եմ դրանք նորոգել, եթե անհրաժեշտություն է լինում։ Շատ հարմար տնային ջստիկներ են, որ ամեն անգամ, երբ որ լվանում էի, նորից էի հագնում, ասում էի լավ, այս անգամ էլ կհագնեմ ու կգցեմ, կգնա, բայց ճիշտն ասած տակի մատերիալը շատ ամուր մատերիալ է ու իրանց մեջ բացարձակապես ոտքերս չեն հոգնում, դրա համար որոշեցի նորոգեմ ու տեսնում եք շատ սիրուն բանը ստացվեց, մանավանդ որ այդ նույն կտորից ես տունը հագնելու խալաթ էլ ունեմ, շատ տաք խալաթ է, այնպես որ մտածեցի ավելի լավ է նորոգեմ ու շարունակեմ հագնել, նորոգելուց հետո ավելի շատ եմ սիրում ես այս ջստիկները, չզարմանաք, ընդամենը չասեք եղած է ինչա, որ տենց գովաբանում ես, այն ինչը որ քո ձեռքը կպնում է, դու ինչ-որ մի բան փոփոխություն ես անում, ավելի տեսքի ես բերում, ավելի կոմֆորտի ես բերում, այդ իրերը դառնում են շատ ավելի սիրելի քո համար, ես օրինակ շատ եմ ինքս իմ համար, իմ իրերից, իմ հագուստներից նորոգել, մինչև անգամ տան իրերից, իմ վիդեոռոլիկներում, իմ վիդեոներում, իմ էջի մեջ շատ կտեսնեք նման կադրեր, ինչքան էլ որ հնարավորությունս ների, որ ես ունենամ գումարներ, որ կարող եմ գնալ, նորը գնել, ես ցանկացած իր նետելուց առաջ, այսինքն այդ իրից հրաժարվելուց առաջ մի քիչ մտածում եմ, բայց չէ որ ես սա շատ եմ սիրում ու սա շատ կոմֆորտ բան է, արի հլը փորձեմ մի ձևով նորոգեմ ու ասեմ ձեզ, չի եղել մի անգամ, որ ես վրիպեմ, միշտ էլ շատ լավ է ստացվում ու ավելի հաճույքով եմ օգտագործում նման իրերը ու ամեն անգամ, երբ որ ես նայում եմ այդ իրերին իմ տան մեջ, ես մի տեսակ ներքուստ լավ եմ զգում ու դրական էներգիա եմ ստանում այդ իրերից, խորհուրդ կտամ հետևեք իմ այս ալիքին, շատ ու շատ հետաքրքիր բաներ կսովորեք, առողջ եղեք, կհանդիպենք։